Պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ մի շատ կարևոր նախագիծ իրականացնելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է, որ պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 22-րդ մրցույթը կանցկացվի Հայաստանում հունիսի 6-ին եւ սա շատ հետաքրքիր մի ձևաչափ է, որը հանրային հեռուստաընկերության եւ Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով է իրականացվում եւ հնարավորություն է տալու մեր երկիրը հերթական անգամ դիրքավորել միջազգային հարթակում եւ մասնավորապես դասական արվեստի ուղղությամբ, ինչը կարծում ենք առանձնահատուկ կարեւորություն ունի։ Պետք է նշեմ, որ կառավարությունը ակտիվ քաղաքականություն է վարում Հայաստան միջազգային տարբեր մրցաշարերի, մրցույթների, միջոցառումների հարթակ դարձնելու ուղղությամբ, որոնք նպաստում են մեր երկրի տեսանելիությանը, ճանաչելիությանը եւ դասական Եվրատեսիլը հաստատապես գալիս է համալրելու այդ շարքը։ Ինչ վերաբերում է բուն մրցույթին, ապա ինչպես նշեցի, այն կանցկացվի այս տարի հունիսի 6-ին, պետք է ասեմ, որ օրն էլ խորհրդանշական է, որովհետև ըստ էության մենք խոսում ենք աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա մասին, եւ այդ օրը դասական արվեստի միջոցով եւս մեկ անգամ կընդգծվեն մեծանուն կոմպոզիտորի անվան եւ ստեղծագործական հարուստ ժառանգության արժեքն ու նշանակությունը։ Պատահական չի նաեւ, որ մրցույթը անցկացվելու է Օպերային թատրոնում, որի հիմնադրման 100-ամյակը լրանում է այս տարի, եւ այդ իմաստով այս միջոցառումը կդառնա նաեւ Օպերային թատրոնի շենքի հիմնադրման 100-ամյակը նշանավորելու շատ կարեւոր միջոցառում, հատկապես հաշվի առնելով միջոցառման բովանդակությունը, որը հնարավորություն է տալու ընդգծել նաեւ շենքի ճարտարապետական նշանակությունն ու գեղեցկությունը, քանի որ միջոցառումը անցկացվելու է ոչ միայն շենքի ներսում, այլ նաեւ շենքի դրսում, հատկապես տանիքային հատվածներում, որտեղ բեմադրվելու են բալետային եւ այլ ներկայացումներ, եւ սա հնարավորություն է տալու նաեւ ուղիղ հեռարձակման միջոցով, որը 11 երկրների է վերաբերում, որոնք մասնակցելու են մրցույթին, մասնավորապես Պորտուգալիա, Սերբիա, Շվեյցարիա, Բելգիա, Գերմանիա, Չեխիա, Կիպրոս, Լեհաստան, Լատվիա, Շվեդիա եւ իհարկե Հայաստան, ըստ էության մեծ տեսանելիություն է ապահովելու այս բոլոր առումներով մեր երկրի համար։ Միջոցառման ընթացքում կազմակերպվելու են նաև մի շարք միջոցառումներ հյուրերի համար եւ սա հնարավորություն է տալու նաև մեր երկրի հարուստ մշակութային ժառանգությունը, այցելություններ, թանգարաններ, արվեստի կենտրոններ դարձնել նաև երկիրը բացահայտելու եւ այդ իմաստով նաև հետագա զբոսաշրջային ուղիներն ու հոսքերը խթանելու ուղղություն։ Պետք է նշեմ, որ մեր երկրի մասնակիցը լինելու է այս տարի 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, որը արդեն իսկ ունի մեծ ճանաչում եւ տարբեր բեմերում եւ տարբեր հեղինակավոր նվագախմբերի հետ հանդես է եկել եւ մենք հնարավորություն կունենանք վայելելու դասական երաժշտության մի մրցույթ, որտեղ որակական շեմը բավականին բարձր է։ Այս նպատակով հատկացվում է շուրջ 665 միլիոն դրամ, որը ուղղված է լինելու միջոցառման կազմակերպչական, տեխնիկական, բովանդակային եւ այլ անհրաժեշտ ծախսերի իրականացմանը։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան։ Յուրաքանչյուր երկրից մեկ մասնակից է լինելու, հա։ Այո։ Իսկ տոմսերը վաճառվելու են։ Այո, բնականաբար մենք մշակութային մեր բոլոր միջոցառումների ժամանակ, ինչպես նաև սպորտային, դա կանոն ենք դարձրել, որպեսզի տոմսերի վաճառքը ունենա առանձնահատուկ տեղ եւ դրանով իսկ նաև խթանենք տնտեսականացումը ոլորտի։ Իսկ հիմա ես ճիշտ եմ հասկանում, որ ողջամիտ մատչելի գեներալ լինելու հաշվի առնելով, որ մենք մասնակցում ենք պետական միջոցներին։ Բնականաբար, պարոն Գրիգորյան, ամբողջ տրամաբանությունը այնպիսին է, որպեսզի հասանելիությունը ապահովված լինի ցանկացողների համար, իհարկե պետք է հաշվի առնել, որ դահլիճի հնարավորությունները սահմանափակ են եւ մեր քաղաքացիները հնարավորություն կունենան նաեւ ուղիղ հեռարձակման հանրային հեռուստաընկերության հետեւել մրցույթին եւ վստահաբար մեծ դիտելիություն կունենա։ Իսկ դահլիճը ինչքան մարդ է տեղավորում։ Շուրջ 1200։ Բայց ասում ավելի մեծ պահանջարկ կլինի։ Տոմսերի վաճառքը ո՞նց են կազմակերպելու։
Բուն կազմակերպիչը հանրային հեռուստաընկերությունն է եւ արդեն բոլոր տեխնիկական մանրամասները իրենք էլ կներկայացնեն առաջիկա օրերին այս որոշման նախագծի հաստատումից հետո արդեն բավարար ժամանակ կա իրազեկելու մարդկանց նաեւ տոմսերի վաճառքի հարթակների մասին պարոն Գրիգորյան այդ տեղեկատվությունը պատշաճ կտրվի բայց կարծում եմ որ նախատեսված է նաեւ որպեսզի համերգը հեռարձակվի նաեւ դրսում տեղադրված էկրանների միջոցով, ինչը նշանակում է, որ ոչ միայն դահլիճում գտնվող քաղաքացիները, այլ նաև օրինակ հրապարակում գտնվող քաղաքացիները կունենան հնարավորություն մասնակիցը լինել։ Շատ լավ, Տիկին Անդրեսյան, ուղղակի նենց անենք, որ արհեստական միջնորդներ չհայտնվեն էլ այդ վաճառքի process-ում, որտեղ այնուամենայնիվ կարծում եմ միջոցառումը շատ լավն է, շատ հետաքրքիր է հանրության համար, տեղերը քիչ են։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, առանձնահատուկ ուշադիր կլինենք այդ հանգամանքին եւ քանի որ նույն օրերին մեր քաղաքում տարբեր իրադարձություններ են, այդ թվում նաեւ գինու օրերն են, վստահաբար այդպես տարբեր տեղեր ունեն մարդիկ գնալու, հոսքերը կարծում եմ կբաժանվեն։ Հարզա։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, կան հարցեր, առաջարկություններ նախագծի հետ կապված։ Եթե չկան, առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումը ընդունվեց։